Եկեղեցու կողմից արճակատում չկա։ Եկեղեցու բարեփոխման մասին ով է խոսում։ Ուր էին մինչ այդ։ Եկեղեցու մատից ինչ որ փուշ փորձել են հանել։ Ինչու ենք մենք այսպես վարվում Քրիստոսի սիրելի զավակների հետ։ Վեհապար Հայրապետը 1000-ից ավելի եկեղեցիների շինարարության լցվեց։ Մայրաթորը բարեգործական կազմակերպությունների շարքում Հայաստանի միշտ առաջիններից է, միշտ։ Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, այսօր հարցեր կան դրագրող հոգևոր հաղորդաշարերի հեղինակ վարող Արաքս Պողոսյանին։ Բարև ձեզ։ Ողջույն, Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ նմանապես։ Վերջին շրջանում հատկապես մենք այնպիսի իրողությունների ենք ականատես լինում, որոնք երբևէ չէինք պատկերացնի, որ մեզ հետ տեղի կունենան, մասնավորապես, որ պատարագի ժամանակ կզեղչվի Վեհապար Հայրապետի անունը եւ հավատավոր զավակը ինքը ստիպված կլինի բարձրաձայնել եւ որից հետո ոստիկանները քաղաքացուն կհեռացնեն եկեղեցուց, քաղաքական գործիչները հատկապես խոսում են եկեղեցում անելիքների մասին, թե ինչ պետք է անի եկեղեցին։ Ես ես ուզում եմ հարցնել, որպես եկեղեցու անդամ, հավատավոր զավակ որպես, ինչ պիտի անի հավատավոր զավակը այն շրջանում, երբ այսպես վայրագ ձևով թիրախավորվել է մեր առաքելական եկեղեցին։ Լիլի ջան, շատ հետաքրքիր ժամանակներ ենք ապրում եւ կարծում եմ, որ այս ամենի մասին պատմությունը հետո գրի կառնի եւ կհիշատակի եւ կանդրադառնա այս ամենին։ Շատ կարեւոր է, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը այս ամենին վերաբերվի եւ իր անձնական դերակատարմանը վերաբերվի որպես պատմության մեջ կարևոր իրադարձության մասնակից։ Այսինքն, եթե դուք ես դուրս ես դնում այս ամենից, ուրեմն դու մասնակից չես։ Եթե լռում ես, եթե անտարբեր ես, եթե քեզ չվերաբերող թեմաներ են, ուրեմն եւ դու հայ ես եւ մկրտված ես հայ առաքելական սուրբ եկեղեցում եւ քեզ առավելևս համարում ես հայ առաքելական եկեղեցու զավակ, եթե դու пассив կեցված քեզ որդեգրում այս օրերին, ուրեմն պատմության առաջ էլ կարծում եմ հաշվետու կլինես։ Գալով քո հարցին, եթե եկեղեցում պատարագին մասնակցությունը, ուրեմն այն մարդկանց խմբի համար, որոնց համար կարճվել է, զղջվել է պատարագի կարևոր հատվածը, այսինքն կանոնը խախտվել է պատարագի, եթե պատարագին մասնակցությունը զուտ քաղաքական ակցիա է, մաքուր քաղաքական ակցիա, սեփական ազդեցության գոտու տակ առնել այն կառույցը, որին ուղղակի այդ մտքով մոտենալն արդեն մեծ մեղք է, առավել ևս ներգրավվել գործնական քայլերով այդ մեղքի մեջ, դառնալ այդ մեղքի կրողը։ Եվ մենք դրան պետք է վերաբերվենք այնպես, ինչպես Սուրբ Սարգիս եկեղեցում վերաբերվեցին մեր հավատավոր զավակները եւ չհանդուրժեցին։ Դիմադրություն ցույց տալ ցանկացած նման իրավիճակում։ Դա հավատացյալի դիմադրություն էր։ Այդտեղ չկար քրեորեն, ընդհանրապես օրեսդրորեն պատժելի որևէ հանցակազմ, ինչի հետևանքով էլ որևէ մեկը չհայտնվեց ճաղերի ետևում։ Բայց որևէ ոստիկան իրավունք չուներ նախ հեռացնել։ Այո, մենք խոսում ենք ցավոտ կողմի մասին, մեր դատական իշխանության եւ ընդհանրապես պետական այրերի կողմից իրենց լիազորությունների չարաշահման, դա առանձին մի այլ թեմա է, որին կարծում եմ քո այլ հյուրեր շատ ավելի լավ կանդրադառնան։ Ես կուզեմ խոսենք այն ամենի մասին, ինչին գուցե եւ չանդրադառնան այլ հյուրեր։ Այս ընթացքում հատկապես տեսնում ենք հանրային գործիչներ, տարբեր մասնագիտությունների մարդիկ, հավատավոր զավակներ։ Ես վստահ եմ, որ նրանցից շատ-շատերը սրտացավոր են, ոչ թե խորհուրդ են տալիս եկեղեցուն, այլ հրահանգում են ինչ անել։ Ես կուզեի ավելի մեկում ասել, որովհետև կարծում եմ, որ իրենք սրտացավորեն են դա անում, բայց այդուհանդերձ, այո, ստացվում է, որ հուշում են, թե ինչ պիտի անի եկեղեցին։ Այո, այս օրերին ամբողջ համացանցը ժամ առ ժամ այսպես հարստանում է առաջարկ պահանջների հայտարարություններով, որ սկսվում է կարծես թե առաջարկից, բայց ավարտվում է պահանջով։
Եվ ես շատ գնահատում եմ մեր եկեղեցու իմաստուն, խոհեմ, կեցվածքը եւ համբերության չափը այս ամենին։ Շատ կարեւոր է եկեղեցու նվիրապետությանը ծանոթ լինելը, եկեղեցու խորհուրդներին ծանոթ լինելը, եկեղեցու համայնքի անդամ լինելը, այսինքն մարդու եկեղեցագործվածությունը շատ կարևոր հանգամանք է։ Եթե մարդը եկեղեցագործված չէ, ինքը լավագույն դեպքում կարող է բողոքականի կեցվածքով վերաբերվել եկեղեցուն, ազնիվ մկրտումներից մղված։ Եվ հիմա, երբ գալիս ենք նույն պետություն, եկեղեցի, իշխանություն, եկեղեցի այս միակողմանի առճակատմանը ես կարող եմ ասել, որովհետև եկեղեցու կողմից առճակատում չկա իրականում, ընդամենը կա արձագանքում, հակազդում, բայց ոչ առճակատում։ Եկեղեցու բարեփոխման մասին ով է խոսում, ովքեր են խոսում։ Խոսում են մարդիկ, ովքեր ընդհանրապես առնչություն չունեն եկեղեցու հետ։ Կարող են իրենցից որևէ մեկը, նրանք ովքեր այդպես հիմա սկսել են փութաջանորեն, պարտաճանաչորեն ամեն կիրակի մասնակցել պատարակների եւ փառք Աստծո, որ մասնակցում են։ Դա ուրախալի հանգամանք է, որովհետև Աստված ամեն չարից կարող է բարիք բխեցնել։ Ես միշտ այդ դրա հավատավորն եմ։ Ուր էին մինչ այդ։ Որ եկեղեցում էին մասնակցում պատարակի, որ համայնքի անդամ էին, վճարում էին իրենց տասանորդը եկեղեցուն։ Եկեղեցու մատից ինչ որ փուշ փորձել են հանել։ Ինչու են այդքան նախանձախնդիր եւ սրտացավ դարձել եկեղեցու հանդեպ։ Ինչն է իրենց դարձրել այդպիսին։ Անկեղծ են իրենք այդտեղ, իրենց հետաքրքրությունների մեջ։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Եվ ընդհանրապես ես կարծում եմ, որ այսօր մեր հանրային կյանքի լուրջ խնդիրներից մեկը մնում է եկեղեցու նկատմամբ վերաբերմունքում եկեղեցագործված չլինելը։ Միշտ սիրում ենք շեշտել, մենք աշխարհիկ երկիր ենք, մենք կրոնապետություն չենք, բայց երբ ենք մենք եղել կրոնապետություն։ 301 թվին էլ, երբ քրիստոնեությունը ընդունվեց որպես համապետական կրոն, մենք կրոնապետություն չէինք, չէ՞։ Պարզապես մեր արքան եւ մեր հայրապետը քաղաքական եւ հոգեվոր կամքը դրսևորեցին, ձեռքի տվեցին, ոչ թե հակամարտեցին մեկ-մեկու հետ, այլ սիրով, եղբայրաբար համագործակցեցին իշահ հայոց ազգի, իշահ հայոց երկրի։ Եվ արդյունքում մենք ունեցանք այնինչ որ ունեցանք։ Արդյունքում մենք ունեցանք 5-րդ դարի զարմանալի հրաշքը, որը որևէ կերպ չեն կարողանում մինչև այսօր բացատրել, թե այդ ինչ մշակութային բռնկում էր։ Մշակութային բռնկումից զատ մենք ունեցել ենք ժամանակաշրջան, երբ եկեղեցին պետականապահպան առաքելություն է իր վրա վերցրել եւ լավագույնս ծառայել է այդ գործին։ Դա լավորից չի արել եկեղեցին։ Պատմության հեգնանքն է, որ օրվա իշխանությունը եկեղեցուն թիրախավորում է հենց այդ ներուժի համար, հենց այդ փորձառության համար։ Գիտեք, հաճախ եկեղեցուն մեղադրում են, որ արշակունիների թագավորությունը եւ ընդհանրապես թագավորությունը հայոց ազգից վերցվեց, այսինքն դադարեց պետականությունը եկեղեցու քրիստոնեության պատճառով, չէ՞։ Մեղքը տեսնում են քրիստոնեության մեջ եւ եկեղեցու մեջ։ Բայց եկեք տեսնենք, թե ինչպես դադարեց այդ թագավորությունը։ Վերջին գահաժառանգը Արտաշես Արշակունին, որը նշվում էր, որ ոչ բարի վարքի տեր մեկն էր։ Եվ հայ իշխանները որոշեցին նրան հանձնել հարևան պետությանը եւ պահանջեցին այլազգի իշխանավոր, թագավոր իրենց։ Եվ հերիք չի, որ այդ նենգ գործը իրենք մտահղացան, ուզեցին նաև իրենց դավակից դարձնել օրվա կաթողիկոսին, Սահակ Բարթևին, որը տվեց հրաշալի եւ բոլոր ժամանակների համար մեջբերելի պատասխան, ասելով, որ իմ հիվանդ ոչխարին ես ուրիշի առողջ գայլին չեմ տա եւ չեմ ուժեղացնի դրանով օտարի առողջ գայլին։ Հիմա ինչ։
եկեղեցին եւ քրիստոնեությունն էին մեղավոր, որ թագավորությունը վերցվեց այդ ժամանակ մեզանից։ Դուք հարցադրում արեցիք ինչն է ստիպում օրվա իշխանություններին հանկարծ այսպիսի վերաբերմունք եւ վարք դրսեւորել, պատարակների գնալ եւ այլն, վստահաբար կա հետք թշնամական Ադրբեջանի միջամտության, Ադրբեջանի պահանջի այդ հետքը խիստ նկատելի է եւ զուգադիպությունները նաեւ Փաշազադեի հրահանգների, պահանջների, հոխորտանքների եւ այս իշխանության գործողությունների։ Այսինքն շատ կարևոր է ֆիքսել, արձանագրել, որ այս իշխանության ձեռամբ գործում են թշնամական երկրները։ Սինխրոն այսպես օրակարգերը իրար գնում են սինխրոն ու այդտեղ երևի երկրորդ գնահատական չի կարող հնչել եւ այդ մասին հաճախ է խոսվում։ Հիմա գանք օրվա թեմային, օրվա գլխավոր հարցին, վեհափարի, հրաժարականի պահանջին կամ չգիտեմ, ինչպես է այդ ձևակերպվում, տարբեր ամբիոններից տարբեր կերպ է ձևակերպվում, Ավազանի անունով անհարգալից դիմելուց ընդհուպ մինչև որոշ եպիսկոպոսների պահանջը գնալ հանգստի։ Ես ուզում եմ խոսել այս պահին, որպես հայ առաքելական եկեղեցու հավատավոր զավակ այն հայրապետի մասին, որը գլուխը կախ արել է 26 տարի շարունակ իր գործը եւ ուղղակի փառավոր կերպով է արել։ Պարզ թվարկումներով կարող եմ այսպես գնալ, որպեսզի ձեր ժամանակը խնայենք։ Վեհափար հայրապետը Վազգենյան Գևորգյան ճեմարանը բարձրագույն կրթական հաստատություն դարձրեց, այսօր Աստվածաբանական համալսարան է։ Վեհափար հայրապետը ստեղծեց Հառիճավանքի ավագ դպրոցի կարգավիճակով։ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ եղած ժամանակ նախաձեռնեց, իսկ հետո արդեն որպես վեհափար լրջագույնս գործարկեց Վազգենյան դպրանոցը Սևանավանքում։ Վեհափար հայրապետը 1000-ից ավելի եկեղեցիների շինարարության լծվեց, մայրաթորը դարձրեց ծաղկուն անդաստան, ուղղակի այսպես հիասմունքի առարկա յուրաքանչյուր զբոսաշրջիկի եւ յուրաքանչյուր երևի հայի համար։ Բազմաթիվ շինություններ կառուցվեցին մայրաթորում հենց վեհափար հայրապետի գահակալության տարիներին։ Հայ եկեղեցու երիտասարդական համաշխարհային միավորումը ստեղծեց վեհափար հայրապետը, որի շրջանակներում ամեն տարի գրեթե անցկացվում են համահայկական մեծ ուխտագնացություններ, որին մասնակցում են բոլոր աշխարհի եւ Հայաստանի եւ աշխարհի բոլոր թեմերից երիտասարդներ եւ իրականացվում են այդ ուխտագնացությունների շրջանակներում կրթական, հոգեվոր լուրջ ծրագրեր։ Այսինքն այդ ուխտագնացությունները պարզապես սրբավայրեր այցելություն չեն, այլ լուրջ դասընթացներ են, որոնք անցնելով երիտասարդը առավել է եկեղեցագործվում եւ եթե մասնավորապես Սփյուռքի պարագային եկեղեցու հետ առնչությունները քիչ են լինում, լրջագույնս եկեղեցագործվում է։ Վեհափար հայրապետը զարկ տվեց գրահրատարակչական գործին։ Իր օրոք ահռելի քանակությամբ գրականություն գրաբարից փոխադրվեց աշխարհաբարի։ Հսկայական քանակությամբ գրքեր տպագրվեցին։ Էջմիածին ամսագիրը, իդեպ ես ինքս առաջին քայլերս հավատի մեջ դեպի մայր եկեղեցի արել եմ այդ ամսագրի նյութերը կարդալով։ Բազմաթիվ են, ուղղակի ժամանակը չի հերիքի, եթե ես հերթով թվարկեմ ՔԴԿ-ի քրիստոնյա դասիրակչական կենտրոնի ստեղծումը, հայ եկեղեցու պատմություն առարկայի ներդրումը, որին տեսակ, որի հետ ինչպես վարվեցին, եւ այլն եւ այլն։ Այսինքն մի հայրապետի համար գուցե դա շատ էր այդքան բան հասցնել անելը։ Մայրաթորը բարեգործական կազմակերպությունների շարքում Հայաստանի միշտ առաջիններից է, միշտ հասել է ամեն տեղ, ուր հասել է ձեռքը, հասել է սոցիալական, մշակութային բազմաթիվ ծրագրեր, բարեգործական ճաշարաններ, չգիտեմ որ մեկն ասեմ, ահռելի գործունեություն, որի մասին չգիտես ինչի չի բարձրաձայնվում։ Իմ հարցը հենց դրա մասին էր, շնորհակալություն, դուք կանխեցիք։ Ինչու չի բարձրաձայնվել այս ամենի մասին պատշաճ կերպով, ոչ ցուցամոլությամբ, պատշաճ կերպով լուսաբանվել այս ամենի մասին, որովհետև ցավալիորեն այդ լռությունը եւ այդ համեստությունը, խոնարհությունը տեղ է տվել
վայրենի քարոզչության, որում այսպես որպես գլխագիր հետևյալ միտքն է, որ ազատել ենք եկեղեցուն հարկերից եւ եկեղեցին մեր հաշվին սնվում է եւ իրենք չեմ ուզում կրկնել, այդ քարոզչական ձևակերպում։ Վեհապար հայրապետը առաջնորդվել է մի ձեռքը չտեսնի մյուս ձեռքի արածը քրիստոնեական սկզբունքով։ Կարծում եմ ուրիշ պատասխան այստեղ չկա։ Իսկ ինչու լրատվամիջոցները հետևողական չեն եղել պարզելու, թե ինչով է այս 26 տարիներին զբաղված եղել հայրապետը եւ ընդհանրապես զբաղված եղել մեր հոգեվորականները, դա արդեն կարծում եմ լրատվամիջոցների խնդիրն է։ Բայց համաձայն եք, որ եթե եկեղեցին, որը շատ իմաստուն աչք ունի, տեսնում է, որ լրատվամիջոցները հետևողականորեն թերանում են, ապա ես վստահ եմ, որ եթե հայրական հորդոր հնչեր, ապա միահամուռ քաղաքականությամբ լրատվամիջոցները կծառայեին այդ օրակարգին, բացառությամբ մի քանիսի։ Չէր կարելի չնկատել այդ բաց թողումը։ Չեմ կարծում դա բաց թողում էր, դա նույնիսկ կարծում եմ գովելի արարք էր, երբ եկեղեցու ճիշտ կեցվածքը, պարզապես աչքեր պետք տեսնելու համար, թե ինչ է կատարվում, եթե եկեղեցով հետաքրքրված է անձը, անհնար էր, որ նա այդ ամենը չտեսներ, ուրեմն խնդիրը խորքային է, հետաքրքրվածություն չի եղել, ոչ եկեղեցու, ոչ մեր հավատքի, ոչ ընդհանրապես մեր համայնական կյանքի, համայնքային կյանքի հանդեպ, խնդիրն այդտեղ է։ Բայց դա նաև եկեղեցու խնդիրը չէ մեծացնել հետաքրքրությունը, առաջացնել այդ հետաքրքրությունը։ Եկեղեցին հետաքրքրությունը մեծացրեց հայ եկեղեցու պատմություն առարկան ներդնելով դպրոցներում, պետության հետ համագործակցելով, եւ դրա շրջանակներում բազմաթիվ մանկավարժներ վերապատրաստվեցին, եւ այսօր մենք ունեինք արդեն վերապատրաստված մանկավարժների մի մեծ բանակ, այսինքն այդպես է եկեղեցին ներազդում, բազմաթիվ օլիմպիադաներ անցկացնելով, տարբեր մշակութային ծրագրեր իրականացնելով, սոցիալական ծրագրեր, չեմ կարծում, որ դա եկեղեցու բաց թողումն է եղել։ Երջանկահիշատակ Սերժ Սրապիոնյանի խոսքն եմ միշտ հիշում, Գարեգին II միակ հայ կաթողիկոսն է, որը այսպիսի դաժան ճանապարհով է ստիպված անցնել, իդեպ նա այս մասին ասել էր դեռ 2 տարի առաջ, երբ այս ամենը չէր սաստկացել։ Ոչ միայն արտաքին ճնշմանը պետք է դիմանա եւ հակազդի, այլ նաեւ ներսից ճնշումներին, ինչի հանգուցալուծումը մենք վերջին օրերին տեսնում ենք։ Պարոն Սրապիոնյանի արտահայտությանը կարող եմ հակազդել հետևյալ կերպ, որ ոչ առաջինը եւ չգիտեմ, կարծում եմ ոչ վերջինն է լինելու մեր այսօրվա հայրապետը, որը եւ ներսից եւ դրսից բազմաթիվ հարձակումների է ենթարկվել։ Եթե հիշենք ոչ վաղ անցյալում բոլշևիկների ձեռամբ, բայց հայ մարդու ձեռքով խեղտամահ արվեց Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսը, Խուսիկ առաջինը, Տիրան երկրորդ արքան, նրան բրածեց արեց եւ սպանել տվեց։ Ինչի արդյունքում ժամանակ անց տիրոջ պատուհասը հասավ արքային եւ նա կուրացավ եւ աղբյուրներն ասում են նաեւ զղջաց, հասկացավ պատճառը այդ ամենի։ Ներսես մեծը ինչպիսի հալածանքների ենթարկվեց Պապ թագավորի ձեռամբ եւ ինչպես ավարտեց իր կյանքը։ Բազմաթիվ են օրինակները, սիրելի Լիլիթ, բազմաթիվ։ Ուրեմն մենք խնդիր ունենք, մենք ինքներս մեր ներսում խնդիր ունենք ազգային, ինչու ենք մենք այսպես վարվում Քրիստոսի սիրելի զավակների հետ, ծառաների հետ։ Դուք ունեք այդ հարցի պատասխանը։ Մենք պիտի լրջագույնս ապաշխարենք այդտեղ, կարծում եմ։ Եվ եկեղեցագործում այսքան որ ասվում է, սա այսպես ուղղակի ֆիկտիվ բառ չի։ Ամբողջ հայ ազգին անհրաժեշտ է եկեղեցագործում։ Երբ որ նայում ես, որ մի ամբողջ ազգ այսօր լծված է եկեղեցին դատելու գործին, երբ նայում ես սոցցանցերում ինչ է կատարվում, հարևան դրացի, չգիտեմ, բակ, փողոց, աշխատավայր եւ այլն, երբ նայում ես, տեսնում ես ինչպես ամեն մեկը կարողանում է այնքան ամբարտավանալ, որ իրեն թույլ տա վիրավորել, եկեղեցու հասցեին հնչեցնել վիրավորանքներ եւ այսպես օրակարգ թելադրել, առանց տեղյակ լինելու ընդհանրապես
ինչ է եկեղեցին, ընդհանրապես տեղյակ չլինելով եկեղեցու գաղափարին։ Ծիծաղելի է, չէ՞, զավեշտալի է։ Սա ողբերգություն է, դուք հանրության տարբեր շերտերին անդրադարձաք, բայց ամենացավալին է, որ հենց որոշ հոգևորականներ են այդ գործին լծվել։ Եվ ես համարում եմ, որ որոշ հոգևորականների, չեմ վախենա այդ բառը ասել, Նիկոլ Փաշինյանին ծառայություն մատուցելը ամենամեծ հարվածն է մեր հանրությանը, առանց էլ խոցված, առանց էլ թիրախավորված մեր հանրությանը, որովհետև հենց այդ հոգևորականներն են, որ լեգիտիմացնում, նորմալիզացնում են այն բոլոր արատները, որոնք մարմնավորվում են այս իշխանությամբ։ Պողոս Արաքյալը իր թղթերում հետևյալ միտքն է ասում, եւ դա կարծում եմ քո հարցին լիարժեք պատասխան կհնչի։ Մեր միջից ելան նրանք, մեր միջից էին, բայց ելան, որպեսզի իմանանք, որ նրանք մեզնից չէին։ Դա էլ կլինի, մի զարմացեք։ Մարդկային գործոնը կա ամենտեղ։ Ի վերջո եկեղեցին նաև մարդկային Քրիստոսի հիմնած եկեղեցին է, բայց նաև մարդկային գործոնը կա եկեղեցում։ Եվ յուրաքանչյուր անձ ազատ է իր ընտրությունը կատարել, անկախ նրանից բարձրաստիճան հոգևորական է, թե շարքային հավատացյալ։ Հիմա ինչ վերաբերում է ամենաբարձր ամբիոնից հայհոյանքը, չարախոսությունը, բամբասանքը օրինականացնելը եւ այսպես ուղղակի նախադեպ ստեղծելը, որ այդ ամենը կարելի է այսուհետ թույլատրելի է։ Գանք դրան օցիալ կաթողիկոսի հանգամանքին, մարդ, որը օծություն ունի։ Մեր ուրեմն երկրի առաջին դեմքը սիրում է հաճախ սաղմոսներ ընթերցել։ Դավթի սաղմոսներից, նույն ինքը, ով կարդում է այդ սաղմոսները, անգիր, տեղյակ է, թե Դավիթ արքան ինչպիսի մեղք գործեց, եւ ինչպես ապաշխարեց, ինչ գնով ներվեց, սեփական որդու մահով ներվեց։ Արդյոք տեղյակ է սաղմոսներ ընթերցող առաջին դեմքը, որ երբ Դավիթ արքան տեսնում է, որ օցիալ Սավու արքային սպանող զինվորը բարի լուր է բերում, թե իբր սպանել է Սավու արքային, ինչ է անում Դավիթ արքան։ Դեռ այն ժամանակ արքա չէր։ Դավիթը հրամայում է սպանել այդ զինվորին, որովհետև նա ձեռք էր բարձրացրել օցիալի վրա։ Այսինքն դու ում հետ ես, ում դեմ ես մարտնչում, օծության դեմ, Աստված ամեն չարիքից գիտի բարիք արարել։ Եվ փոս փորողը փոսը կընկնի անշուշտ, եթե չապաշխարի։ Այսօր Աստված, ես կարծում եմ, առավել քան երբևիցե գործ է անում մեզ հետ, լրջագույն գործ է անում։ Գուցե հենց այս անձը այն ապաշխարության մտրակն է, այն խարազանն է, ավելի շուտ, որով Տերը մեզ հարվածում է, ամբողջ մեր ազգին։ Նորից հիշեցնում է 301 թվականին հավիտենաբար կնքված ուխտը, որ կամ դու իմ ժողովուրդը կլինես, որովհետև ես քեզ դարերի այս հոլովույթում բոլոր տրամաբանություններին հակառակ պահել եմ, որովհետև դու ինձ ընտրեցիր, դու իմ առաջնեկն ես, եւ պահելու եմ միայն այդ պայմանով այս աշխարհում ու այդ գնով։ Այսինքն մեր ուխտը Տիրոջ հետ վերանորոգելու ժամանակ է գուցե։ Հետաքրքիր է, չէ՞, որ ասենք եկեղեցին լուսանցքներից, եկեղեցու թեման, հոգևորականը այսօր լուսանցքներից հայտնվել է կենտրոնում, որտեղ նայում ես մի հոգևորական խոսում է, մի հոգևորական, չգիտեմ, կամ թեման եկեղեցին է քննարկումների, հետաքրքիր չի սա։ Աստված մեզ հետ գործ է անում։ Մենք դա դարձել է կենտրոնական թեմա, այսինքն մեր օրվա խնդիրն է դարձել։ Եվ դրա մեջ մենք պիտի նաև բարի արդյունք ակնկալենք, որ գուցե երկրորդ 301 է մեզ սպասվում, ազգովի դաց դեպի Տերը։ Ինչպես դուք ասացիք, այդ փոսփորողը ինքն է փոսը ընկնում։ Ամբողջ հարցն է, որ այդ անձը պատասխանատվություն է ստանձնել մի ամբողջ ժողովրդի համար եւ ոչ միայն ինքը կարող է փոսում հայտնվել, այլ մի ամբողջ ժողովրդի այդ փոսը գցել ու մի ամբողջ պետականություն այդ փոսը գցել։ Եվ ամենացավալին է, որ եթե ինստիտուտները չհակազդեն այս մարդուն, եթե էլիտաները չհակազդեն այս մարդուն, այլով պիտի այս ընթացքը կանգնեցնի։
Որովհետև էլիտան, որ դու ասում ես, դա մի տեսակ սովետից եկած կեղծ արտահայտություն է, մտավորականներ եւ այլն եւ այլն։ Այլ անուն տա։ Այն լավ հոգեվոր էլիտա ասենք, հա։ Ոչ միայն հոգեվոր Ոչ միայն մտածող մարդկանց, որոնք ունեն կոչում, շերտը։ առաքելություն։ Գիտես օրինակ այս ընթացքում ինչքան լավ բաներ են նաև տեղի ունեցել։ Ես գիտեմ մարդկանց, որոնք քաղաքական ինչ-որ, չգիտեմ, ընդդիմության շարքերից, դեռևս չեմ ասում իշխանության, բայց հուսամ մի օր դրան էլ կարող է հերթը հասնի, շատ շատեր իսկապես եկեղեցագործվել են, սկսել են պատարակների իսկապես մասնակցել, վրջագույնս տեսնում ես, որ ապաշխարության շրջան են անցնում, սիրում են եկեղեցին։ Կարծում եմ կհամաձայնեք, որ այս գործընթացը ինքնահոսի թողնելը մեզ համար մի քիչ ինքնահոսի չի, հավատա ինքնահոսի չի, Աստված ներկա է, վստահաբար, դու գիտես ինչքան խաչերթեր են տեղի ունենում, այս պատարակները, այս աղոթքները միասնական, ժամերգությունները, լուրջ հավատավոր ժողովուրդ է ձևավորվել, համայնք է ձևավորվել, չգիտեմ, պիտի տեսնեք, թե հոգևոր, ասենք, քարոզներին հետևողների քանակը օր-օրի ինչքան մեծանում է։ Իդեպ նաև սոցհարցումներն են այդ մասին վկայում, որ որքան թիրախավորում են եկեղեցուն, այնքան վարկանիշը բարձրանում է։ Վեհապար Հայրապետին այսպես պաշտպանողների այս ահռելի բանակը, որ հիմա օր-օրի շատանում է, ես չգիտեմ դու հետևում ես, նկատում ես, թե ինչ օր-օրի այդպես պատը հաստանում է իր շուրջը պաշտպանական պատը, եւ դա հրահանգված չէ որևէ մեկի կողմից։ Եթե մյուս թվում հրահանգված են պատարակների մասնակցությունները եւ այլն, այս թվում հրահանգում չկա։ Ընդհակառակ այս թվում կա զոհաբերվելու պատրաստակամություն։ Ինչու՞ չէ, եթե պետք է նաև նահատակվելու, պիտի ոսկին բովում թրծվի, որպեսզի ավելորդից ազատվի եւ դառնա ոսկի։ Իսկ մեր ազգը արժանի է ոսկի դառնալու։ Մենք ընտրյալ ազգ պիտի լինենք, չէ՞ որ Աստվածաշունչն ասում է, քրիստոնյաների համար է ասում, դուք ընտիր ազգ եք, քահանայություն, թագավորություն, ազնիվ ցեղ եք, մենք պիտի դառնանք այդպիսին, եւ մեր մեջ կա այդ ներուժը, մեր մեջ կա, մեր թագավորը մեր ներսում է, հասկանում եք, Քրիստոս արքան մեր ներսում է, հայոց ազգի հետ է, որովհետեւ երկրորդ արարչությունը այստեղից սկսվեց, չգիտեմ, այնքան լուրջ այսպես փաստարկներ կան, դա ապացուցող, որ ես չէ որ դրանք պիտի հնչեցնեմ, եւ մյուս կողմին են անդրադառնանք, երբ նայում ես մարդը կանգնել է պատարակամատույցը ձեռքին կանգնած է, երկրի առաջին դեմքը, եւ այդպես պատարակի է կանգնած, շարժառիթները դնենք մի կողմ, դրդապատճառները, չէ՞ որ Աստված նաև ասում է, տես դու կանգնած ես պատարակի, քո հետ հիմնովին փոփոխություն պիտի լինի, հայիր ինքդ քո ներսը, եւ նաև մյուսները իր այդ շքախմբի, մյուս մասնակիցների համար նույն պատգամն է հնչում, մեզ համար է հնչում նույն պատգամը, բոլորս մի հատ ներհայենք մեզ, մի հատ խոկանք ու հասկանանք, Աստված ամեն մեկիցս ինչ է ուզում։ Չեմ կարող չհիշեցնել հաղորդման ավարտին Բագրատ arczepiskopos Գահաստանյանի Միքայել Աջապահյանի Միքայել Սրբազնանի ուղերձը կալանավայրից, սա էլ է շատ ցավոց հնչում, չէ։ Խնդրում եւ առաջարկում են կաթողիկոսին կարգալույծ անել այդ 10 եպիսկոպոսներին։ Դա իրենց իրավունքն է։ Նման հայցով պահանջով դիմելու իրենց իրավունքն է։ Եվ շատ շատերը ներողություն նաև հավատավոր հոտից այդ սպասումը ունեն, որ եկեղեցին պիտի գնա կտրուկ քայլերի։ Երբեք ուշ չի կտրուկ քայլերի գնալը, երբեք, բայց եկեղեցին որդեգրել է համբերության ճանապարհը։ Եվ այսպես մի գրչի հարվածով որոշումներ կայացնելը դա եկեղեցու ծրագիրը չէ։ Ամեն ինչ իր հերթին կլինի։ Ստիճանաբար, քայլ առ քայլ կգա, եթե պետք է որ այդ օրը հասնի, այդ օրն էլ կհասնի։ Եվ ամենակարևորը, եթե ավարտում ենք մեր այս զրույցը, ես կուզեմ անպայման շեշտել, որ այդ այսբերգը, որ ասում են, երևացող մաս ունի եւ չերևացող, եկեղեցին եւս ունի այդ մասերը։ Եկեղեցին բաղկացած է հաղթանակած եկեղեցուց, Քրիստոսի եկեղեցին եւ մարտնչող եկեղեցուց։ Հաղթանակած եկեղեցին սրբերն են, որոնք արդեն ավարտել են իրենց կյանքը եւ
հաղթանակած տիրոջ բանակն են համալրել երկնային, իսկ մարտնչող եկեղեցին դա մենք ենք, բոլոր քրիստոնյա եկեղեցիները, մենք կռիվ ենք տալիս, չարի դեմ, եւ փառք Աստծո, որ առիթ կա կռվելու, եւ մենք չենք լճանում, եւ ինչ-որ բարդողական ու պասիվ կեցվածքի մեջ չենք, ես հավատում եմ, որ ամեն ինչ լավ կլինի, Աստծով, Շնորհակալ եմ։ ես էլ եմ շնորհակալ։